Որպես Քրիստոսի հարս եկեղեցի, որպես Քրիստոսի հարս եկեղեցի։ Դրա համար շարունակության մեջ որ կարդում ենք, ինչի համար Պողոս առաքյալը նույն կարդում ենք 2 Կորինթացիս 7:1-ում է գրված։ 2 Կորինթացիս 7-րդ գլուխ առաջի խոսքից սրբությունը կատարելագործել Աստծո վախովը։ Սրբությունը կատարելագործել եղբոր վախովը չի, ես ինչ սպասավորի վախովը չի, Աստծո վախովը։ Սրբությունը պետք է կատարելագործվի։ Այդպիսի մի չափ չկա, որ կանգնի։ Գրված է արդարը պետք է ավելի արդար լինի, սուրբը պետք է ավելի սուրբ լինի։ Եղբայրներ, քույրեր, եկեղեցին մենք պետք է պակուր լինենք Աստծո առջև։ Զատված աշխարհից, զատված մեղքից, զատված աշխարհապականության մեջ է։ Այն ժամանակ միայն Սոդոմ Գոմորն է, իմ ամբողջ աշխարհը Սոդոմ Գոմոր է։ Սոդոմ Գոմոր է։ Մանուկները, պատանիստասարները, ապականությունը շատ արագ է գնում։ Ովքեր մասնագից են ապականությանը, նրանց վիճակը ահավոր է լինելու։ Եղբայրներ, քույրեր, Տիմոթեոսի թղթում գրված է ինձ համար եւ ձեզ համար 2 Տիմոթեոս 2:20-ից, 2 Տիմոթեոս 2:20-ից Աստծո տան մեջ որպես անոթ կամ պատվական անոթ կարող ես լինել կամ անարգանքի անոթ։ Եթե փորձեմ մեկին ասել, ժողովուրդ, ով է համաձայն Աստծո տան մեջ որպես անարգանքի անոթ լինել։ Ոչ մեկ էլ չէ, ես էլ չեմ ուզել։ Եթե մեկ իր անձ այսպիսի բաներից մաքրի, նա պատվական ընտիր անոթ պետք է լինի, սրբված Տիրոջը պիտանի։ Իսկ ոչ պատվական անմաքուր անոթը Տիրոջը պիտանի չի։ Փորձեք տատիկներ, փորձեք զգաստանալու համար ձեր թորնիկներին տվեք են փոքրիկ երեխան տվեք կեղտոտ աման, ասեք թող գնա մաման թող ճաշ լցի։ Երբեք չի համաձայնվի։ Անմիջապես երեխան ասում է կեղտոտ է, բաժակները կեղտոտ, ամաները կեղտոտ։ Աստված նույնն է, 3 ասուր Հավիտյան։ Նա պատրաստում է, որպեսզի մենք մաքուր անոթ լինենք, իր տան մեջ պատվական անոթ։ Դուք գիտեք սովորաբար ձեր կյանքում այդպես է։ Լավ անոթները, խրուստալի, ծեսի բաժակները երբեք սեղանի տակը չեք դնում կամ գցեք։ Դնում եք ամենալավ բարձր տեղը։ Հույդերի համար։ Վերջերջով լավ հույդերի համար, որպեսզի նրանց կարողանաք ինչ անել, դնել սեղանի վրա։ Աստված էլ այդպես է անում։ Եթե մեկ իր անձը այսպիսի բաներից մաքրի, նա պատվական ընտրված անոթ պետք է լինի։ Տիրոջը պիտանի բարի գործերի համար այդպես է գրված։ Ինչի համար Պետրոս առաքյալը նույնիսկ ասում է առաջին Պետրոսի 1:15-ում գրված է, առաջին Պետրոս 1:15, այլ ձեզ կանչող սուրբի պես դուք էլ սուրբ եղեք, ձեր բոլոր վարմունքների մեջ։ Ձեր բոլոր վարմունքների մեջ։ Մի բան ասեմ, սիրելի քույրեր, եղբայրներ, սիրելի տատիկներ, սիրելի մայրիկներ։ Ես չմի նեղացեք ինձանից, շատերի կյանք այսքան է։ Քիչ է։ Մի բան ես հոգևոր կյանքում նկատել եմ եւ եղբայրները։ Երբ որ մեկը ծերանում է, ծերության ժամանակ ի հայտ է գալիս իր ճիշտ ապրած կյանքը եւ ոչ ճիշտ ապրած կյանքը։ Ինչպես են ապրել հոգիների այդ տարիների ընթացքում։ Հանկարծ ծերության ժամանակ նայում ես նրա կողմից քույր կամ եղբայր այնպիսի բաներ դրսևորվում։ Վիճաբանություններ, կռիվներ, նախանձներ, հակառակություններ, տան մեջ կռիվ գցում, կոնֆետի մար գուտելու համար կռիվ անում։ Ինչից ելնելով է։ Դա իսկական իր ապրած կյանքն է եղել։ Ինչպես ինք ապրել է, այն հոգևոր կյանքի մեջ դրսևորվում է ծերության ժամանակ։ Չիբանը որտեղ է հայտնվում։ Չիբանը թարախ կա դուրս է տալիս։ Վիճակը ի հայտ է գալիս քո կյանքում։ Եղել է դեպքեր, որ նկատել ասում են լավ քույրիկ է, լավ ծեր, 5 տարիների քույրիկ է, բայց մեկը տեսնում ես այնքան խնդիրներ առաջացնում հիվանդության ժամանակ։ Հետ եղել անկեղծ եմ ասում։ Սիրելի քույրեր, եղբայրներ, պատական չի, որ ես տիրոջով հորդորում եմ ձեզի։ Հետ չլինում է ձեր կյանքում մի օր կանչեք ձեր հարսներին, ձեր երեխաներին, թորներին ասեք, հարսներ ջան, թորներ ջան, տղաներ ջան, ինչ կլինի, խնդրում եմ Աստծո սիրով։ Եթե մի բան նկատում եք ինձ ասեք, ես ձեր մայրն եմ, ձեր տատին եմ։ Ինչ որ մի բան նկատում եք, որ այնպես չեմ եղել, ինձ ասեք, վաղը չգիտեմ կապրեմ թե չեմ ապրի։ Սամվել Մարգարեն դեր անկողնում չպարկած, նա կանչեց Իսրայելի ծերերին, ասեց. Իսրայելի ծերեր, դուք ինձ ասեք, որտեղ ինքը գիտի, որ Աստծո առաջ պետք է կանգնի, որից զրկանք եմ արել, անասուն է վերցել, մեկից կաշառք է վերցել, մի բան արել եմ ինձ ասեք, ասին ոչինչ չունեք։
որպեսզի մաքուր խշմտանքով, ինչպես Պողոս առաքյալն ասում է, ես բարի խշմտանքով կյանք եմ ապրել Աստծո եւ մարդկանց առջեւ։ Այդպես էլ մենք պետք է ապրենք։ Պարտավոր եմ ձեզ Տիրոջով հորդորել։ 92 Սաղմոսում ինչ է գրված ինձ համար եւ ձեզ համար։ Հիմա տեսնենք ինչ ասում ստեղ։ 92 Սաղմոսը ինձ համար եմ կարդում ձեզ համար։ 92-ի 12-ը։ Սելի տատիկներ, պապիկներ, ծերեր, հասակավորներ։ Ես էլ եմ հասակավոր, մի մտածեք, ես ինչ չի վերաբերում, բոլորս է վերաբերում։ Բոլորիս 92-ի 12-ը արդարը արմավինի պես պիտի ծաղկի։ Լիբանանի եղևնի պես պիտի մեծանա։ Տիրոջ տան մեջ տնկվածները մեր Աստծո սրաներու մեջ, սրաներու տան մեջ, տան սրաներու մեջ պիտի ծաղկին, դուրս չէ։ Եկեղեցու դուրս չէ։ Տան սրաներու մեջ պիտի ծաղկին։ Ծերուչան ատենալ պտուղ պիտի տան։ Ուշադրություն դարձեք։ Ծերուչան ժամանակ էլ պտուղ պիտի տան։ Պարարտ ու կանաչ պիտի մնան, որպեսզի պատմեն թե Տերը ուղիղ է, անիկային վեմս է եւ անիրավություն չկա նորքով։ Աստված օգնի, որ եղել է դե պարտավոր եմ մի քանի օրինակներով ասել ձեզ։ Գնացել ենք ռայոն, ասեցին միացել տատիկ ուրիկ, դե պարզ է ջրով մկրտված որ հաղորդություն է տալիս, հաղորդությունից հետո համր է դառել։ Համր է։ Լրիվ լալգվել է, չի կարող խոսել։ Մենք եղբայր մատ գնանք ուղղակի տեսնենք ինչն է եղել։ Ասի քույր ջան, ինչ որ մի բան մեղք ունես, հաղորդությունից հետո իրավունք ունի մարդը համր դառնա։ Հակառակ համրը կարող է խոսել։ Հիվանդը բժշկվել, եթե հավատքով են տոնում։ Քույրիկ ջան, մեղք չունես, դե չի կարող խոսել ձեռով ասում չէ։ Ուրիշ հարցներ ունես, իմացել կա հարցներ կա։ Ոնց ես քո հարցների հետ։ Ցույց է տալիս ձեռքով ամեն բան լավ է, ոչ մի խնդրեմ չկա։ Ասի չեմ հավատում։ Կանչեցի հարցներին, երկուսն էլ շատ դժգոհ իրանից։ Երբ որ միտքը բացվավ, ընդունես, ներողություն խնդրեց, աղոտ կարեցին մեր հետևից արդեն նոր սեր խոսել։ Քրիստոսով եղբայրներ քույրեր։ Շատ անգամ գիտեք Աստված ինչ անում։ Ինչպես գրված է, Տերը ինձ շատ խրատեց, բայց մավան չմատնեց։ Այդպես էլ մեր կյանքում եղել։ Տերը շատ է խրատել, բայց մավան չի մատնել։ Հին ուխտում էլ որ Տեր հրաշքներ է գործել, ես խնդրում եմ ձեզ։ Ինչքան հնարավոր է Տիրոջով մաքուր եղեք։ Եթե որ ձեր մեջ կա ոմանք հեռուստացույցի հետ կապված են, ինչ որ մի բան հետ կապված են, թամայն անում, նայում են սերիալներ, այդ կեղտոտությունները, դրանք պատոհան են աշխարհը, պատոհան է բացել, կեղտոտ պատոհան, ինչպես մի եղբայր ասեց, եւ տեսա մի տեղ, որտեղ ջուր է լցվում, մի կողմից մաքուր, մի կողմից էլ կեղտոտ ջուրը, ասես փակեք այդ ջուրը, եթե կեղտոտ ջուրը չփակեք, ես իմ մաքուր ջուրը փակելու եմ, Աստված իմ մաքուր ջուրը փակելու է, եկեղեցին այսօր պատրաստում է Տիրոջ գալստյան, աշխարհը չհասկանալով ոմանք հասկանալով պատրաստում են ների գալստյանը, եկեղեցին պատրաստում է Քրիստոսի երկրորդ գալստյանը, բայց ինչպես պիտի կանգնենք։ Ինչի՞ համար Պետրոս առաքյալն ասում է, Տերը չի ուշացնում իր խոստմունքները, ինչպես ոմանք ուշացած է սերվում, մեզի երկանամիտ է։ Մեր համար երկանամիտ է, ինձ համար, ձեզ համար երկանամիտ է եւ չի ուզում որ մեկը կորցվի, ապա որպեսզի փոխվենք, ապաշխարենք, սպասենք։ Պետրոս առաքյալն ասում է, Տերը պետք է գա գողի պես, տարերքները պետք է բռնկվեն, երկիրալ, ահավոր բաներ պետք է լինեն։ Դա պետք է կատարվի, առաքյալն ասում է։ Էդի պետք է կատարվի, ուզենք թե չուզենք պետք է կատարվի, բայց շարունակություն ինչ ասում, բայց մեզ ինչպիսի մարդիկ լինել կվայել է։ Սուրբ վարմունքով, բարեպաշտությամբ, սպասելով արտարոլով Տիրոջ ուրվանը գալստյանը, եկեղեցին պետք է պատրաստվի, որ մեր հոգի շուրջը մարմինը անարատ պավի, միջև Տիրոջ գալուստը, որպեսզի մենք մաքուր լինենք, սրտով մաքուր, աչքերով մաքուր։ Ես խնդրում եմ ձեզի, ես գիտեմ այս օրերում շատ խրատական բաներ լսել եք, բայց խնդրում եմ ձեզ, ձեր սրտի մեջ թաքցրեք, մի փորձեք մարդկանց հաճելի լինել, Քրիստոսին ծառա չեք կարող լինել։ Ամոթից չլի մեղքեր գործեք, կոնկրետ եղեք, համարձակ եղեք։ Եղբայրներ քույրեր, Աստծո խոսքը ինձ համար ձեզ համար բարձր կլինի։ Ամուսնուց, կնոջից, հարևաններից, բարեկամներից։ Ինչքան քայլ քույրեր կան հիմա, նրանք կանգնում են ճշմարտության կողմը։ Եթե մենք նայում ենք Պողոս առաքյալ ինչ է գրում։ Առաջի Թեսաղոնիկեցիս 2:10 գրված է, 10-ից։ Առաջի Թեսաղոնիկեցիս
Առաջի թող Թեսաղոնիկից երկրորդ գլուխ 10 խոսքից Պողոս առաքյալի մասին վկայում։ Դուք վկայեք եւ Աստվածալ։ Դուք վկայեք եւ Աստվածալ։ Թե ինչպես ուշադիր եղեք սրբությունով ու արտարությունով եւ անարատությունով վարվեցանք ձեզ հետ, որ հավատացիք։ Ժողովուրդը ինչ պետք է տեսնել, որ մեզ որ հավատան Աստծուն։ Ինչը պետք է տեսնել։ Նորից եմ ասում, ինչը պետք է տեսնել։ Պետք է տեսնել ինչը։ Սրբությունը, արտարությունը, անարատությունը, որ պետք է այդ կյանքով վարվենք մենք։ Մարդիկ դա են ման գալիս։ Մենք աշխարհը աղ եւ լույսն ենք։ Ինչքան դեպքեր կա, որ հավատացյալների պատճառով գայթակվում են մարդիկ։ Եթե սոր մեր վարմունքով, մեր վերաբերմունքով մենք պատճառ ենք դառնում մարդկանց գայթակվելու, Հիսուսի խոսքը կատարվել է պետք է կատարվի։ Ես չեմ ասում, գրվածը միջական ոմանց էլ վախեցրեք, Աստծո խոսքով է սա։ Ասում ավելի լավ է մեր ջաղացի քար կապի, իր վզին ծովը գցվի։ Իսկ եթե 3 հոգուց գայթակության պատճառ դառնում քո վատ վերաբերմունքով, ուրեմն 3 հատ ջաղացի քար է քեզ պետք, որ դու կախես ծովը գցես։ Ուշադիր եղեք։ Մեզ Տերը չի կանչել մենք գայթակության պատճառ դառնանք։ Տերը մեզ կանչել է, որ կատարվի Դանիելի վերջի գլխում որ գրված է, Դանիելի մարգարեության վերջի գլխում, եւ արտարներ իմաստունները երկինքի հաստատության լույսի պես եւ նրանք որ արտարության կառաջնորդեն, աստղերու պես շատեր արտարության կառաջնորդեն, նրանք աստղերու պես պիտի փայլեն Հավիտյանից Հավիտենից, շատերին արտարության, ճշմարտության կառաջնորդեն։ Մենք ամեն բան կարող ենք ներդնել մարդկում մի հոգու շահելու համար։ Մի հոգի շահելու համար, մի հոգին աշխարհի շատ թանկ է։ Եթե հազարավոր մարդիկ մեռելներ հարություն առնել, հիվանդներ բժշկվեն, կույրերը բժշկվեն, անդամալուզներ կաղերը, կույրերը, որոտները, դիվահարները, երկնքում չի գրված, հեշտակները պետք է ուրախանան։ Միայն մի դեպքում է գրված, երբ որ մի մեղավոր դարձել կարես, մի մեղավոր։ Մեր քույրից մեկը լավ քույրիկ է, որ դորող շատ, իր կեսուրին կանչեց ծեր հասակում տունը, տղաներ ունի, որ ասենք պահող շատ կար, բայց նպատակը բերեց իր տան մեջ պահեց, խնամեց, նորից տղայի տուներ տան մյուս տղայի պահեց, խնամեց, աշխատանք տարավ աղոթներով, հոգատարությամբ այնքան միջև սիրտը փոխվեց իր կեսուրի։ Վերջում իր տղայի տուներ հովիներից մեկին տարել էր խոստովանություններ արել, ինչ որ պետք էր իր կողմից արել էր։ Երբ որ իմացել են որ վատա գնացել են տուն եւ աղոթքենալի աղջիկա հետ էր, աղջիկն հավատքի մեջ։ Գիտեք ինչ էր կատարվի, շատ կարևոր է սա։ Աղոթքի ժամանակ որ սա անավատեն դուրս են հանես էակից, երկուսով շատ լավ երկար ջերմերանդ աղոթք են արել։ Աղոթքի ժամանակ խնդրել են մաքրություն, խնդրել են փրկություն եւ հոգին ավանդել էր աղոթքի ժամանակ։ Ավանդելուց հետո այս քույրիկ իր հարսը լսում է կեսուրի մաքուր բարձ ձայնը, անունը Սուսան է, հարսի։ Սուսան ջան, ինչ լավ արեցիր, որ ինձ Քրիստոսի փրկության ճանապարհը ցույց տվեցիր։ Բայց մենք ինչքան լավ կանենք։ Ոչ թե պատճառ դառնանք հասնել կայտաղության, ամեն բան վրա խոսանք, ամեն բան վրա նախատենք։ Եղբայրներ քույրեր, ինչքան կան դեպքեր, ասում են երբ պետք է գնա բարձնեմ։ Իսկ դեպքեր կան, ասում են հանգարց չլինի, Աստված ջան, ինչ կլինի, հանգարց չլինի կեսուրին տանես։ Իմ կեսուրին տանես, ինչի համար եղբայրը հորդորեց։ Հրուտը ինչ թողեց լավ։ Ասեց ինձ մի ստիպի։ Լավ ծնողներ չուներ, ուներ ծնողներ։ Լավ նա ամուսնանալու գեղեցիկ է եղեք, նա կարող էր ամուսնանալ, ասես մի ստիպի։ Նոյեմը ոչ հարստություն ունի, ինչպես շատ էր թամայն անում։ Հարստություն ունի, մեքենա ունի, պաշտոն ունի, ոչինչ չուներ, աղքատ էր։ Ասեց ես չեմ գալիս, դու ոչինչ չունես, բայց ունեմ դու Աստված ունես։ Դրա համար ես գալիս եմ, քո պաշտած Աստծուն ես եմ պաշտել։ Քո ժողովուրդը, իմ ժողովուրդը, քո Աստված իմ Աստվածը լինի։ Ու գրվածը ինչ եղավ, Հովբետը ծնվեց։ Հովբետը Դավիթով եկավ, միջև նորից եմ ասում Քրիստոսը ծնվեց։ Եղբայրներ քույր տեսեք, ինչ սերունդ ստացավ։ Աստված օգնի մեզ ձեզ հետ։ Տերը բացի մեր աչքերը, որպեսզի ձգտենք մաքուր կյանքի, խաղաղ կյանքի։ Առանց խաղաղության եւ սրբության ոչ մեկը Տիրոջը չի տեսնի։ Պապանեք խաղաղությունը, սերը սրբություն ընտանիքում։ Խնդրում եմ ձեզ։ Աստծո սիրով խնդրում եմ։ Եվ դա շատ կարևոր է։ Դուք համաձայն եք, որ ձեր ընտանիքում, ձեր խմբում, ձեր քույր եղբայրների կյանքում, եթե մի բան կա իրանց սրտում ծանրացած,
մոտենան ձեզ ասեն, կընդունեք թե չեք ընդունել։ Կարող է ոմանք ասեն կընդունեն, կարող եք ասել, ինչ լավ կլինի որ ընդունեք։ Ընդունել այդքան հեշտ չի։ Դրա համար շատերի սրտում ծանրացած բան կա, կողքի նստած են, հարևան են, մի խմբում են, ծանրացած բան կա, տեսնում է, բայց չի համարձակվում։ Եղել է դեպքեր ասելը, էլ չի բարձր իրանից։ Էլ արդեն խռովություն, դժվարություն։ Ես եղել եմ եղբոր, սիրով իրան ասել եմ իր սխալը, իրան լավ չպայեց, խմբի մոտ։ Այդ անկույրիկն էս շատ կոպիտ վերաբերվեց։ Այդ ասելուց հետո ես փոշման անկեղծ եմ ասում։ Դա տարիներ առաջ եղել։ Փոշման եմ ասելուց։ Հիմա ներողություն եմ խնդրում, ներողություն էլ չանցնում։ Ջանել եմ ասում, իր անուն եմ տալիս, եղբայր ջան, ների, որ քեզ զգուշացեցի, ինչ եղբայր, ինչ ջան։ Այն մարդ ասում եմ, ինչ բան է։ Հանդիմանեց, միջև մատ քույրիկի տուն տարան, իրան հանեց վերևի բանար տուն հասրեց, եկավ նորից նստավ մեքենաս, միջև տունը հանդիմանեց։ Ես անկեղծ ասած այնքան վատ զգացի, ես մարդն էր իր լավը չի ուզում։ Մոտ 7 թե 8 ամիս հետո եկավ ներողություն խնդրեց, ասեց դու շատ ճիշտ էիր, դու իմ լավն էր ուզում, ես չկարողացա։ Մարդկային հպարտությունը թույլ չի տալիս։ Մենք ումից ենք լավ, հարց եմ տալիս։ Ումից ենք լավ, Կայենից ենք լավ։ Հենք Կայենից լավ ենք։ Որ Աստված բաց այդ խոսասի Կայեն, որտեղ է քաբել եղբայրը։ Տերը հաճախ օգնում է մեզի, որ մեր մեղքը ճանաչենք։ Խի հարցրեց, կարող է չհարցներ։ Միանգամից հանդիմաներ։ Տերը օգնում է, որ մենք մեր մեղքը ճանաչենք, բայց ինքը ասեց քեզ պահակն եմ իրա։ Մովսես ասեց Ահարոն, ես ինչ արեցիր։ Ես ինչ բերեցի ժողովրդի գլխին, ոսկի հորտը սարքեցի, պաշտեր տվիր։ Ասեց Մովսես, այս ժողովուրդը խստապարան ժողովուրդը, ես ինչ եմ արել։ Իրանք ասեցին հորտ սարքես, ասեցի բերեք ձեր ոսկիները, հավաքեք, քցեցի կրակի մեջ հորտ եղավ։ Եթե ոսկին գցեք կրակի մեջ հորտ կլինի, առանց ֆորմա սարքելու, էլի ուզեց ծածկել իր մեղքը։ Դրա համար դատապարտություն, դրա համար կարդում ենք Մովսես ասում է, եւ Աստված ուզում էր Ահարոնին բերցնել պատժել։ Ես նրա համար աղաչանք բերեցի 40 օր ոչ ջուր խմեցի, ոչ հաց կերա եւ Ահարոնի համար եւ ժողովրդի համար աղոտ կարեցի, Աստված գտած խղճաց, բայց երկու որդիները մահացան։ Հեղին քանի տարվա քանա էր, եղբայրներ քույրեր, երբևիցե մեղքը մի պաշտպանեք, անարտարությունը մի պաշտպանեք, Աստվածը զզվելի բան է։ Հեղին գալիս ասում են հեղի, քո որդիները քահանություն են անում, խմբերով ներողություն եմ խնդրում, խմբերով կանանց վրա, գիտեք այն որ գրված է Սաղմոսում, ֆնճացող ձիերի նման ասում են, անառակություն են անում, կանայք արդեն զոհանարգում են, ասում են, ինչ կատարվում։ Հեղի քո որդին էսպիսի բան անում, տղաք ձեր մասին վատ բան եմ լսում, տղաք ձեր մասին վատ բան եմ լսում։ Այդպես էր, օրենքով այդպես էր։ Նա պետք է քահանությունից հաներ, բայց իրանց խացի փորի համար նրանք ասում են ոնց ապրեն։ Ոնց ապրեն, հետո ապրեցին, երկուսն են մահացան պատերազմում, հեղին ընկավ վիզը կոտրվեց։ Եվ գիտեք ինչ պատասխան եղավ, այդ խոսքերը ես գրել մոտս, եւ գիտեք ինչպեսի պատասխան եղավ, հեղի համար հետեւյալ խոսքերը եղբայրներ քույրեր։ Սա գրված առաջի գիրք թագավորաց, երկրորդ գլուխ 22 խոսքում գնացեք արտացեք, առաջի գիրք թագավորաց, երկրորդ գլուխ 22 խոսքից հետեւյալ խոսքերը։ Աստված խոսեց. Քավլիցի, քանզի ես զիս փառավորողները պիտի փառավորեմ, ու զիս արամարողները պիտի անարգվին։ Ովքեր Աստծուն փառաբանում են, իրաց կյանքով փառք են բերում, Աստված փառավորում իրաց կյանքի մեջ։ Ինձ փառավորողները պիտի փառավորեմ, ինչ գրված է զիս արամարողները, ինչ կա պիտի ինձ անարգողները պիտի արամարվեն։ Եղբայրներ քույրեր, բոլոր դարերում այդպես եղել։ Աստված մեզ կանչել է որ մեր կյանքում, մեր սրտերում մեր վարկով ամեն ժողովուրդները փառավորեն։ Տեսնելով մեր բարի գործերը փառավորեն հորը որ երկնքում է։ Չգիտեմ ձեր մասին ինչ կասեմ։ Օրինակ մի բան ասեմ, փորձենք մեր եղբայրներից մի հատ խնդրվածք։ Մեր եղբայրներից ձեր սպասավորին խնդրենք։ Այդպես բան արեցի, ճիշտ է չարեցի, չգնացի, բայց ասեցի մեր խմբում Բանգլադեշում, ասեցի մենք պատասխանատու եղբորի դնես որոշել ենք էլի, մի հատ շրջենք մի քանի ընտանիքները, մի հատ հարցենք տեսնենք մեր հավատացյալ քույրերի համար, եղբայրների համար, իրանց ընտանիքում ինչ կասեն իրանց մասին։ Վերջում այդ քույրիկ չդիմացավ ասեց, բայց ճիշտ ես ասում ամկո եղբայր որ պիտի գաք։ Ինչ եք հասկանում դրա մեջ։ Ճիշտ եք ասում որ պիտի գաք։ Սամվել եղբայրը շատ անգամ ասում է գող սիրտը դող։ Գող սիրտը դող։ Եղբայրներ քույրեր, ծածկում ենք եկեղեցուց։ Ես խնդրված եմ։ Մեր եղբայրից մեկը իրոք որ երիտասարդ մի քիչ աշխուժ, այնց էլ չեր ապաշխարում։ Ինչ որ չարություն արել հոպարը, հոպանել քարոզիչ է։ Գիտի որ պետք է սկսի շատ խիստ բան անել,
Վերջերջով հանդիմանել, խրատել, բռնում է վիդեոկամերան, դնում է գարդիրովի գլխին։ Հոպարը դե չգիտեք, չէ, գալիս է սկսում է նրան շատ խիստ պես ձենը բարձրացնում այսպես, մեկ էլ վերջում ասում է հոպար ջան, նայի, տենում ես վիդեոկամերան, տեսար սաղ, ձայնագրեցից է տանում եմ մամիկոյ եղբոր ցույց տան։ Իրական դեպք եղել։ Եթե մեր մի քանի օրվա կյանքը նկարանենք, բերենք խմբի առաջ ցույց տանք։ Բոլորը նկարանվում ասում մոտ։ Ասված միջ անգամ մեր դատար խոսքերի համար էլ պատասխան են տալու Տիրոջ, դատար պարափոսքերի համար, անդուրջ խոսքերի համար պատասխան են տալու։ Սրբությունը կատարելը գործենք Աստծո վախով, Աստծո վախով։ Եղբայրներ քույրեր, եկեղեցին մենք պատրաստում ենք Տիրոջ օրվա համար, մոտիկ այդ օրը։ Այո, մոտիկ է։ Շատ բաներ կատարվել է, քիչ բաներ մնացել։ Կատարվել է։ Դանիել Մարգարության մեջ գրված ասում է ավելի ոգի պղծությունը, որ սուրբ տեղը կնակ, դա էլ է կատարվում։ Ապրում ենք շատ ծանր ժամանակներ, բայց Տերը խոստմունք ունի, Տիրոջից խոստմունք ունեն, որ Տերը պահելու է, նրանք, որոնք սիրում են Տիրոջը, նրանք, որոնք սիրում են իր օրենքը, իր խոսքն է սիրում։ Տերն ասել է, իմ խոսքը պահի, ես էլ դան եմ պահել։ Երբ բոլոր ժամանակներում աշխարհի գալու վրա փորձությունների ժամանակ, ես պահելու եմ։ Թող Աստված օգնի եղբայրներ քույրեր։ Շարունակությունը։ Պողոս առաքյալը այսպես անում է։ Շատերի մոտ քրոնիկական այդ հիվանդությունը կա։ Հիմա եկեք նայեք։ Երբ որ դու կանգնում ես հայելու առջև, դու նայում ես քո բնական դեմքը։ Աստծո խոսքը հայելի է։ Եկեք միած ստուգենք մեզի։ Ինչի համար է Պողոս առաքյալը չի գրում օտարների։ Սա գրում է Կորինթացիս եկեղեցու համար։ Կորինթացիս եկեղեցու համար։ Երկրորդ Կորինթացիս 12:20-ից։ Մի քիչ ներքևից է։ Երկրորդ Կորինթացի 12:20 խոսքի չնի ձեր մեջ գտնվի։ Եկեղեցում ասում է։ Գտնվի վեճեր, ուշադիր եղեք։ Առաջինը վեճեր։ Հետո նախանձներ, ուրեմն կան դրանք։ Հիմա ստուգեք ձեզի։ Վեճեր, նախանձներ, սրտմտություններ։ Մի բան ասեմ ձեզ, որպես խոստովանություն մի համաչեք։ Ովքեր են ձեր մեջ սովորաբար, որ շուտ նեղվող են, շուտ դերս են գցում, անդադ գցում են։ Մի փոքր բանից մրտները կախում են։ Հələ լավ ձեր բարդ մի ելնես ամաչելը։ Եթե որպես թող խոստովանություն ինչ կլինի։ Շուտ նեղվող են։ Շուտ մի անգամից ոնց ասած են որ ներս են գցում։ Լավ գցեք հələ ներս, դրանք ինչ կլինի։ Հələ շատ գցեք, դրանք ձեր վիճակը ոնց կլինի։ Դրանից ազատվեք։ Բայց եթե այսօր փոքր բանից նեղվում եք, վաղ ինչ կլինի հալածանքի ժամանակ։ Հե՞։ Շատ անգամ ձեր աղոթքի մեջ ինչ եք ասում, Տեր հողում մոխիրեք։ Այդպես աղոթք անում եք, Տեր հողում մոխիրեք։ Բալախի որնակ սովորաբար այդ հողի մոխի վրա մարդիկ ոտք են դնում, տրորում են, ասես մի հատ ոնց ասած, ծխախոտել քցում են, ասես տրորում են։ Այդ հողի մոխիրը խի ձեն չան։ Հե՞։ Ասում ենք, խոսքով ասում ենք, հողում մոխիրենք, ոչինչ ենք։ Եղբայրներ, քույրեր, գործնական պետք է լինի։ Շարունակությունը վեճեր, նախանձներ, սրտմտություններ, գրգռություններ, չարախոսություններ, բանսարկություններ, խռովություններ։ Եկեք ստուգեք։ Իրանի գրված Հիսուս ասես խաղաղություն անողներում, նրանք Աստծո որդիներ պիտի կոչվեն։ Իրանի խաղաղություն անողներին, ոչ թե խաղաղություն իմացողներում, խաղաղություն անողներում, խաղաղություն գցեք ընտանիքի մեջ, կռիվ գցեք։ Մի բան արեք, մի բան նկատում եք, ինչ որ մի բան արեք, հայտարարեք։ Եթե ձեր այդ ճիշտը, որ տուն եք քանդում, եթե ձեր ճիշտն, Աստծո ճիշտը տուն չի քանդում։ Եղբայրներ քույրեր, դա ձեր ճիշտն է, դա մարդկային ճիշտն է։ Աստված բայ մարդկային ճիշտերից։ Բանսարկություններ։ Ես խնդրում եմ, որ դուք բոլորս էլ առողջ լինենք։ Մեր հավատքը թող առողջ լինի։ Սրբությունը կատարելը գործենք, զգուշ եղենք։ Ես խնդրված կունեմ ձեզ։ Ինչքան քույրեր կան։ Համարվում են որպես ամուսնու կեսը, բայց գլուխ չեն։ Բայց շատերը իրանք այնպես են պահում, որպես գլուխ։ Դուք գլուխ չեք։ Գլուխ իր տեղ ունի, ոտքերը ձեռքերը տեղ ունեն։ Եղբայրներ քույրեր, զգուշ եղեք։ Այդ լեզուն շատերի կրակ է տարել, բոցերի մեջ է տարել, դժոխք է տարել, սարսափելի կյանքի մեջ է տարել։ Այդ լեզուս այնպես արեք, որ ոնց ճիշտ կառավարի։ Այդ գենի կրակը չտանի։ Շատերի մոտ լեզուն շատ թույլ է, զգուշ եղեք։ Ես Սամվել եղբայրը դրա վրա ինչքան գիտեմ կան կարավ։ Եղբայրներ քույրեր, ինչ որ դու անում ես, թե լավը թե վատը, դա քոնն է։ Ուրիշն երբեք չի գնա։ Չի տեղերը չի փոխվի։ Հարևանին չի գնա, կողքի քույրիկին չի գնա։ Ես 5 հատ բան պետք ասեմ, որը իմ համար է, քո համար է։
քեզ է գալու, ուրիշի չի գնա։ Տեր Հիսուս ասաց խոսքի համաձայն։ Մատթեոս 7 առաջինից սկսվում է։ Մատթեոս 7 գլուխ առաջի խոսքից։ Մի դատիր, որ չդատվես առաջինը, մի դատիր որ չդատվես առաջինը, երկրորդը մի դատապարտիր, պետք է չդատապարտվես, դա է քոնը։ Երրորդը ինչ չափով որ չափես, պետք է չափվի քեզ, հինգերորդը ներես կներվի քեզ, չորրորդը ներես կներվի քեզ, հինգերորդը կտաս կտրվի քեզ։ Դա է քոնը։ Ովքեր որ փոս են փորի, ինչպես եղբայրն ասեց, հետանոսները փոս փորեցին անգնկան։ Ով որ փոս է փորել ուրիշի համար, թող խնդրում եմ, հենց որ պաշտամբանից կգնա, կամ ես որ թող լույս է դարձա, շուտ ծածկ այդ փոսը, որտեղ ինքն է գներում։ Ինքն են գերում։ Միած երկույրի կար, առաջին հարկում կվարտիրայում ապրող։ Մենակ ապրող էր, մենակ ապրող։ Տուն ամեն բան, որ հարցեր, էսիկ ասում է սրան էին, տունը կտակելի էր, ես կարի մեքենա սրան, էսի սրան է, սրանա, բայց հոգևորներին ամեն անգամ անհանգստացնում, տան ռեմոնտ հարցում, մյուս հարցով։ Դիմացը լիֆտներ, կողքներ, պատվալ, երկաթից աշճան իշում էր պատվալ։ Հարևաններ ասել են, քո տունը որ կան շատ են գնում գալիս, երեխաները մյուսը, երկու հատ տախտակ ինչ կնի, խփի, երկու հատ տախտակ ցած խփի, որ գոնե մարդ չնի, երեխա չնի։ Ասել դու ինձ պետք է, ով որ երեխա ունի, թող ինքը մտածի։ Մի շաբաթ չանցած մտել էր հարևան տունը, նայել էր մութ ժամանակ, երեկո երեկոյան, ինչ որ կինո էր նայել, մութ էր եղել, ֆռացել էր ջանտկով ուղիղ այդ փլականով գնաց պատվալ։ Ջարտոխորտ էր եղել։ Ինչքան խայտարակություն եղավ շենքի մեջ։ Քրիստոսով եղբայրներ քույրեր։ Աստված օգնի։ Թեկուս կարող է։ Դա մեր գործը չի, բայց դու անում ես հոգևորներին մարդիկ են գալիս, շնորհ ցույց տու։ Շնորհ կարա։ Դա իրոք որ մեծ բան է։ Եթե հավատացյալները իրանց տեղում են։ Ուրեմն մենք հասկացանք, որ զգուշ եղեք դատողությունից։ Մի բան նկատում ես ուրիշի մի ասը, գնա քրոջն ասա, ավետարան ասում։ Սիրով ասա, չընդունես ոչինչ, աղոտ կարա, միգուցե մի օր հետո, երկու օր հետո կարող է իրոք որ զգալի սխալ, ուրիշի մի ասա։ Զգուշ եղեք դնելուց։ Այն ընտանիքում, որտեղ դադու բամբասան կա, որտեղ չարախոսություն կա, երբեք այդ ընտանիքում հոգևոր կյանք չի կարող լինել։ Տան մեջ, ամուսին կին հավատքի մեջ, ջրով մկտված անդադ գալիս են եկեղեցուն սրան են դատում, նրան են փնովում, նրան են գցում, քարոզիչին, երեխաների մոտ, գիտեք, անցնում է ժամանակ, մի օր երեխեքին կիրակացում են, դե հագնվեք, որ գնում ենք պաշտամունքի, բոլոր երեխաները իր մեջ պայմանավորվում են, մենք չենք գալու պաշտամունքի։ Ինչ եղավ ձեզ երեխաներ։ Միայն դուք խոսում եք բացսագանը, որ սենց է, որ միտեղ լավ բան չկա, մեզ ուր եք տանում։ Անդադ վատ եք խոսում, ուր եք տանում մեզի։ Իրանք իրանց ձեռքով իրանց տունը քանդեցին, այդպես է շատերը կան։ Ինչքան ընտանիքի մեջ կա աղջիկների մոտ, երեխաների մոտ անդադ դնը վերցում, այս քարոզիչ, այս հովինեսին։ Ուզում եք հոգևոր կյանք լինի։ Այդտեղ դատարանն է, բայց եկեղեցին դատարան չունի։ Այդտեղ բանսարկություն է, այդտեղ չարախոսություն է, ոչ թե աղոթքի կյանք է։ Մեր տարեց եղբայրին ինչ էր ասում, եթե սուրբերի բնակարան է, ուրեմն աղոթքի վարարան պետք է լինի։ Եթե սուրբերի բնակարան է, աղոթքի վարարան պետք է լինի։ Իսկ որտեղ սուրբերի բնակարան չի, այնտեղ բամբասանք ու չարախոսությունը լիքն է։ Դադը անարգանքը լիքն է։ Աստված պահի։ Այսօր ժամանակն է, որ մեր կյանքում ինչ-որ նման դեպքեր եղեն, զղջանք ու թույլ չտանք։ Իմ երեխեքի ցանկած փորձում են բանել, ես լրացնում եմ, վերջացավ։ Կոնկրետ եղեք, համարձակ եղեք։ Փակեք, ասեք, մենք ով ենք։ Ումից ենք լավ։ Ով մեզ իրավունք տվեր Աստծո ծառային, ուրիշի ծառային դատել։ Այդ ով է դատավորը, հա։ Գրված է, ինչ իրավունք ունես Աստծո ծառային դատես, Աստծո զավակներին դատես։ Այդ իրավունք չի տրված։ Դատավորը մեն Աստված է, կարող ես աղոտ կարել։ Ես դրա համար պարտավոր եմ ձեզ հորդորել խրատել, եղբայրներ քույրեր։ Մյուսը Քրիստոսով եղբայրներ քույրեր։ Ինքնավստահությունը գիտեք ինչքան ծանր է մեղք է։ Պետրոսին տարավ Քրիստոսին ուրանալու։ Ինքնավստահությունը։ Մարդ իր անձի վրա վստահություն ունի, անձի վրա։ 30 տարվա հավատացյալ են, 50 տարվա հավատացյալ են։ Պետրոս ասեց, ով որ ուրանա, մեկը կա, որ ես եմ, կոկոկը կանած եմ։ Բանտել կգնա, մեռնելու էլ պատրաստ եմ, քեզ չեմ թողնի։ Բոլորը թողնեն, քեզ չեմ թողնի։ 3 անգամ ուրացավ։ Մարդ ով ես դու, որ քանձի վրա վստահություն ես։ Պողոս առաքյալը չի ասում, ես ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ Պարծենում ենք, կգամ սենց կանեմ, քանի տարի կապրեմ, սենց կանեմ։ Միջ անգամ եղել է դեպքեր նորադասներ ամուսնացել են, նոր հավատացյալ էր, ոչ թե նորադաս հավատացյալ էր։
Գիտես ինչ, մենք մի հատ երեխա կունենանք, իր երեխա մեզի պետք չի։ Աստված այնց դե մեր երեխան չի տվել։ Այդ մեր երեխան չի տվել։ Այդ ինչը որ ես չանեմ, քույրիկներ չի գալիս, այդ ինչը տո 10 տարի, 15 տարի տորտ եմ տղել։ Մի հատ քույրիկ ասում էր, բոլորը իմ էփազ են հավանում դուրիշին, ամուսնուն ասում, բոլորը իմ էփազ են հավանում դուրիշին ես հավանում, այնց ես ինքը ասած գովում էր իր էփազը։ Ու այնցերում ոչ մի բան չի ստացվում։ Հինուխտում գրված ասում է, երբևիցե Իսրայել ժողովուրդ չպարծենաս, երբ որ գնաս քարանու երկիրը, երբ որ ունեցված կունենաս, չպարծենաս։ Հանգարց չլի պարծենաս ես իմ ուժով, իմ կարողությունով, որտեվ ես եմ տալիս կյանքը, ուժը, առողջությունը պես գրված է։ Ժամանակի պատճառով չեմ ուզում կարդալ։ Ամեն բան ես եմ տալիս։ Երբեք չունենաս պարծանք։ Շատ անգամ ինձ որ ասում են, եթե Աստված կյանք տա, եթե Աստված հաջողի, եթե ապրեն վաղը, քանդիպենք։ Ամեն բանը մեջ պետք է հանձնվենք Աստծուն։ Ինչ է գրված։ Չասեք գնամ ես ինչ քաղաք էսպես անեմ, էսպես անեմ։ Ով մարդ, ինչ գիտես վաղ ինչ կլինի քեզ հետ։ Այն հարուստը ասեց երկու բարիկները շատացան, կեր, երկարացի կյանքը։ Անմիտ ես գիշեր քեզանց հոգիդ պետք է պահանջեմ։ Ամեն բանը մեջ պետք է հանձնվենք Տիրոջը։ Մեր օրերը վարքյանները ամեն բան պետք է խնդրվածքով Տիրոջ առջև գանք։ Մյուսը կարևոր է, տատիկներ, պապիկներ, ուշադիր եղեք։ Ինչքան նման դժբախտություն եղե, պարտավոր եմ ձեզ հորդորել։ Տեր Հիսուս ինչ ասեց. որտեղ ձեր գանձը, այնտեղ ձեր սիրտն է։ Գանձը, այնտեղ ձեր սիրտը։ Ես այդ դեպքերը պատմում նրա համար, որ սթափվենք, նույն վիճակի մեջ չհայտնվենք։ Ով ենք մենք, Անանիաս Սապիրայից ավելի լավ ենք, որ համաձայնվեցին, կեսը պահեցին։ Երկուսն էլ մեռան, մի ժամվա ընթացքում երկուսը մեռան։ Դե պարզա որ մահացել են երկուսն էլ իրար կողքն են, չեն թաղել, առանց իրար չեն թաղել հաստատ։ Իրար կողքն էլ երկուսն էլ թաղեցին։ Մի ժամվա ընթացքում ամենը տարբերությամբ։ Եղել է դեպք, գնում ենք քույրիկի մոտ հիվանդ է, նորադարձ չի։ Անունը չեմ տալիս, չեմ ասեմ որտեղից է։ Գնում ենք քույր ջան հիվանդ է, բան ունես դել չէ, բան չունեմ։ Դե եղբայրները առնում են, ասում են քույրերին, որ գնում եք դատարկ մի գնացեք, վերջ առեք։ Ինչքան հարցում են, ասում են բան չունեմ։ Մի օր գնում են տերում որ արդեն վիճակը պես վատ է։ Հələ կային ասում են մի հատ գոնե բանան է, միջև հարցնելը, քանի որ պարկած է վատ է։ Մի հատ տենանք ուտելու բան ու թե չէ։ Գնում են բացում են տենում են ինչքան կարոբկաներով, դուք ձետել կա, դու ուտելիք էլ կա, ասում են ամարտ։ Լավ միթե նյութականի պատճառով մարդ անկեղծ չի սուր է խոսում, հա։ Ինչի է թամանում։ Ինչի թամանում, հա։ Ինչի մար Եսավի մար ինչ ասեց։ Հա։ Եսավի մեղքը ո՞րն էր գրված է։ Մի աման ապուրի համար անդրանիկությունը ծախեց։ Ու ինչ է համարում, հիշում եք ինչ ասեց։ Անառակ համարեց։ Լավ անառակություն չէր արել։ Համարվեց, որ դա անառակություն է։ Մյուսը քույրիկի խնամում միշտ գնում են երիտասարդներ խնամում են, տանում են վերջ-վերջով դե պարզ ինքը նեցա ներկայացնում, որ ոչինչ չունի։ Բայց մայից հետո որ գնում են տունը մաքրելու, տենում են փողերը լիքը շարած դարագի մեջ։ Մի հատ եղբայր մը տարեցի, որ միշտ հանգարց ասում է, եկի ուշանում էր ամիսը իրան փող օգնելու, տարեց եղբայրեր։ Զանգում էր, եղբայր ջան, փող ինչ եղավ։ Նոր եղբայրից մեկը ինքներ բան իր գործ էր անում, սանտեխնիկ գործ էր ժամանակին։ Այդ եղբայրից մեկը ուզում հասկացած, եղբայր ջան, այնտեղ պատվալում կուրկ բան չունես, ուզում ասել ծերացել ես, գոնե գործիքներ դու եկեղեցում։ Մեռնելուց գնաք ինչ պետք է անի գործիքները։ Հա, եղբայր ջան, այնտեղ փող ունե պահած։ Ինքը գործիքի համար ասում, բայց այնտեղ փող ունի պահած։ Մի հատ քույրիկ ինչ էր, տարեց քույրիկ։ Եկեղեցին ամեն ամիս իրան օգնում էր, որպես մենակ։ Բայց ինքը գողդու, ծածուկ, մի հատ եղբոր վրա այդ տունը կտակար ասել, հանկարծ չիմանան, եղբայրներ չիմանան, հովիվ չիմանան։ Դե որտեվ գիտե, որ այդ եղբայրը ամեն ամիս պիտի իրան օգնի, որտեվ տունը կտակել է։ Եկեղեցիներ գաղտնի արդեն գիտի, որ չգիտեն օգնում էին։ Տան մեջ վարվա մեռավ։ Հետո պարզվեց, որ շատերի պարտք է տվել։ Ինչի՞ այդ օրինակները բերում։ Հա՞։ Ինչի՞ է բերում։ Տունը կտակում են բարեկամի վրա, թորնիկի վրա, բարեկամին գիտեք ինչ էր ասում։ Իմ եկեղեցին ինձ պահում է, եկեղեցին ինձ թաղում անի, եկեղեցին ինձ խնամ պետք տանի, յա։ Իդ ոնց է չհասկացա, ամբողջ դուք տունը կտակել ես քո բարեկամի թորնի վրա, եկեղեցին պետք է քո թաղումն էլ անի, դագաղն էլ առնի, սաղ ծախսել անի։ Լավ, ոնց է կանգնել ասո առաջ։ Շատ կան կույր, տատիներ, պապիներ, գիտեն, որ այդ թորնիկը աչքը դուրս է։ Նման դեպքեր չեն եղել։ Գիտի, որ ինքը մանգալացող այդ ընտանիք էլ ունի, փողներ հավաքել է տարին ընթացքում, թոշակ հավաքել, յա,
Բայ ում պետք է տան, թորնիկին տան մի հատ մեքենա առնի։ Իխի մոտով գնա անարագությանը։ Թո մեքենավ գնա։ Թո մեքենավ արա գնա։ Թվում է թե լավ բան են անում։ Ինչքան դեպքեր կա, որ գնաք երկինքը, ձեր գանձանագում ինչ որ կա ցեզ է տրվելու։ Այնտեղ փող չի գնելու։ Ինչ որ արել եք Տիրոջ համար, եկեղեցու համար, տասանորդ կլի, ողորմություն կլի, անում եք ձեզ համար եք անելու։ Ձեզ համար եք անելու։ Ձերը պետք է գնա ասած բանը ստանալ երկնքում։ Քիչ սերմանողը քիչ քնձի, շատ սերմանողը շատ քնձի։ Ուղարկեք երկին, ձեզ համար եք անելու։ Ամեն բան արեք իմաստությամբ։ Իմաստուն կանայք, խնդրում եմ ձեզ։ Վաղմիսօր ինչքան աղջիկներ կա ուղարկել եք, պետք է ուղարկեք։ Ինչքան դեպքեր կան հոգևորները, ես ուղղակի զարմանում եմ, շատ եմ զարմանում, որ գալիս են ինչ են անում, ոնց որ մի հատ քույրիկ, ամբողջ կյանքը տանջվի գործարանից, չարճարվի տայներ, կվարտիր է ստացել, փեսան եկել է, Զոկան ջան, իր տունը տրեց գրավի տակ տնից, զգվավ փեսան, եկավ Զոկան ջան, 2 ամսով տունը տան, պրոբլեմ չկա, արդեն եկել են Զոկան ջին հանում են տնից, այ քույրի ջան, մի հատ խորհուրդ հարցներ, մի հատ խրադ ընդունեիր, ինչի կար այդ փորձության որակայտի մեջ, հա? Իդ կան տարինաս ջան հիչ ասել էր քեզ, իդ ոնց եղավ, ես խնդրում դրա համար սա կույր էին, որոնք սովորաբար իմաստությունից զուրկ են, իսկ գրված իմաստությունը չարիկը տեսնում է, հերվից տեսնում է զգուշանում է, անմիտ է մնում է մեջը, իմաստուն եղեք, սուրբեր իմաստուն եղեք, միշտ տապեք, գալիս են ասում է, ոչինչ, տունը ձևակերպեք, փողը հետո կտանք, ոչ մի անգամ մի արեք, ոնց որ կարգն եք, ձևակերպեն, փողը ցույց տվեք, ձևակերպեն, դոկումենտը վերցրեք, ինչ որ բաներ կա, ամեն բան արեք, հարցրեք իմացողներից, հարցրեք օրենքի մարդկանցից, որպեսզի չմնեք, մի շտապեք, մի հրապուրվեք։ Մյուսը պարտավոր եմ ձեզ ասել, ներողություն եմ պատրում։ Մայրեր, քույրեր, ես պարտավոր եմ ձեզ ասել վերջի տագնապ անհանգստությունը։ Երիտասարդ աղջիկ ունեք, կլի քո աղբոր տունը, կլի քո քրոջ տունը, մի ուղարկեք, օրերով ընդեղ մնա կամ գիշերը մնա, որտեղ ընդեղ էլ երիտասարդ կա։ Այնքան դեպքեր այսօր կան, գնում ենք մենք աղբոր տղայի հետ, նա քրոջ մախվանի հետ, ընկնում ենք մեղքի մեջ։ Այսօր մեղքը, այն որ գրված է մարգարեության մեջ, դժոխքը իր բիրանը լայն բացել է եւ կլում է։ Բերանը շատ լայն է բացել։ Այսօր այսպես է։ Բայց կոմպյուտերները կեղտոտությունները չեն տանում։ Ամենասարսափելի սոդոմական, կեղտոտ, անմաքուր բաներ ցույց են տալիս։ Նրանց կատաղեցնում են եւ ոչ մի բան աչքի չի երևում։ Շատ անգամ հավատում եք ձեր թորներին, երեխաներին։ Մի հավատացեք։ Պապիկը, տատիկը, սովորաբար միշտ պապիկը գնում է սենյակը, տեսնում թորնիկին ինչ անում։ Լսում է թորնիկի իր ոտքերու ձայնը, արդեն դե փոխում է։ Մի օր պապիկն ասում է այնց գնա որ ոտքերու ձայնը չլսի։ Երբ որ գնում է միշտ պապիկը նկատել, դեռ հոգևոր բան է դրած։ Մի օր կա դանդաղ է գնում, ոտքի ձայնը չլսի, դեռ ուրիշ բան է այն թորնիկը։ Որտեղ նկատում է որ պապին գալիս է ոտքի ձայներից լրիվ ալիք բանը փոխում արդեն։ Շուտ մի հավատացեք, ստուգեք, քննեք, հետևեք, որոգայթները շատ են։ Ինքան դեպքեր կան լուսամուտից գիշերը իջնում գնում են վատկյանքի, կեղտոտ կյանքի նորից լուսամուտով գալիս են։ Մեղքը չի նայում, մեղքը ստատուս է ձեռք բերել։ Եղբայրներ, քույրեր, այսօր ժամանակն է։ Մեր աղոթները, խնդրում եմ ձեզի, տարեսներ, ովքեր են ստեղ, որոնք որպեվարի են, որպեվարին թողում է ձեր բարձրացնեն։ Որպեվարիները, որոնք ամուսին չունեն։ Ձեր մասին գիտեք ինչ է գրած։ Ճշմարիտ որպեվարիներն նրանք են, որոնք գիշեր-ցերեկ աղոթք են պարապում։ Ճշմարիտ որպեվարի եղեք։ Սուրբ կյանք ապրեք, աղոթներ շատացեք։ Տերը ձեր վարձքը շատ կտա։ Եկեղեցու համար, եղբայրության համար, այսքան աղոթ բարձանա, Տերը արտությունը բերել Հայաստանում։ Սուրբ ոգու շարժը կատարելու։ Պենտեկոստեն նորից պիտի սկսվի, գարուն պիտի գա եկեղեցու մեջ։ Աղոթքի կյանքը շատ կարևոր է, աղոթքի կյանքը։ Դրա համար ասեցի, սուրբերի բնակարան աղոթքի վարանը։ Ինչքան աղոթքի կյանք ապրես ավետարանը ամեն օր կարտած, օգուտը քորն է։ Օգուտը քորն է։ Տեսեք, մարդը մարմնավոր կյանքի մեջ կան ջանք անում։ Մի հատ եղբայր ջանք էր արել։ Սեփական գյուղի տանը, գիտի որ երեխա Մոսկվայից պիտի զանգի, նայում է, անտենան չկա հեռախոսի։ Այդ եղբայրը մտածում է, որ զանգիչ ու ծնունդը շնավոր ինչ։ Գնում է սիագի անգյուն չկա, սիագի անգյունը չկա, հելում է ծառի վրա չկա։ Կտուրն է բարձանում, կտուր։ Կտուրի գլխին կանգնում է, նայում է էլի չկա։ Թաթերի վրա է ձերքը բարձրացնում, թաթերի վրա է կանգնում, այդ պահին լսում է ձայն, Տիրոջից ձայն է գալիս։ Երանի թե դու այդպես փապագայել ինձ հետ հաղորդակցվեիր։
մի հատ հեռախոսով զանգելու մար, ինչքան ջանկանեցի կտուրի գլուխ էր։ Հիմա դից է փապակից այդ հաղորդակցվես։ Ունենաս կապին ձեր։ Աստված ուզում է որ մենք Տիրոջ հետ շատ մտերիմ լինենք։ Ձեր աղոթները շատացեք, մի զլացեք։ Գործի մեջ աղոթ կար։ Առաջ մեր քույրերը ձեր նման չեն եղել, գիտեք, հիմա չեմ ասում քույրեր կան։ Գործանելուց, աման լվալուց, ամեն անգամ աղոթքի մեջ են եղել։ Այն աման լվալուց էլ ասում են Հիսուս ջան, այս ամանը դեմ ես ոնց է փայլեցում, իմ սիրտը ասես մաքրիչ կլի, մաքրին Հիսուս ջան։ Ամեն մի պարագա աղոթքի կյանք եղել։ Աղոթքի կյանք ապրեք։ Ժամանակը ծախարեք օրերը չարեն։ Ձեր ընտանիքներում ինչքան անապաշխարներ կան։ Եթե այսօր կան ձեր մեջ քույրեր, որ անապաշխարած, անապաշխարամուսին ունեն, ուրիշի վրա մեղավորություն մի փնտրեք, մեղավորությունը ձերն է։ Գրված է, եթե ոմանց ամուսնուները խոսքով շավեն, տիներու վարմունքով շավեն, տեսնելով ձեր երկված պարկեշտ վարկը, որոնց զարտարանքը դրսից չլի, ներքին, սրտի ծածուկ մարդ անեղծությունով հեզ ու անդարդ հոգի սարդոն, որ Աստծո առջև խիստ պատվական է։ Ինչքան քույրեր կան, որ իրանց համեստությամբ, իրանց խոյեմությամբ, ոչ թե շատ խոսելով, կարողացին իրանց ամուսների շահել ձեր ամուսները։ Ես պարտավոր եմ ասել, մի անգամ Գևորգ եղբոր մի հատ քույրի գալիս բողոքում է։ Իմ ամուսինս հարբեցող է, գիտեք ինչ անգամ խոսք է ասում աշխարհի նման, լակում, գիտեք չի ինչ բան է, լակում, խմում, հարբում է, լակած գալիս է, լակած գալիս է։ Հա հետո քույրի ջան, հետո ինչ ես անում։ Ինչ եմ անում, այդպես էլ շորը պարգում քնում է, այդպես էլ հենց գործ է գնում։ Ասում եմ դու քույրիկ ես, դու իրավունք չունես հավատացած քույր լինելու, մանավանդ կին լինելու։ Դու ոնց գնում ես ամուսինդ պորի վրա պարգում է շորերով, դու գնաս փափուկ, անկողնը պարգում ես նեցել քելի գնա, վամիսոր երիկամուկի հիվանդություն պիտի ձեռբերի։ Ուսում եմ լացել, ինչ անեմ Գևորգ եղբայր։ Աղու լույս ցույց տուր։ Աղը ամեն տեղ է գնում։ Աղը թթվի բոշկենել է գնում, չի դժգոհում։ Աղ ցույց տուր, կյանք ցույց տուր։ Մաքրի, լվացա, շորերը հանի, վեր պարկեցրա։ Քան օր անից հետո մարդ է, չէ, նա մարդ է, մարդ։ Տեսնում է լույսը։ Խմած մարդը լույս չի տեսնում, լամպուշկեն լույսը չի տեսնում խմած մարդը, հա՞։ Հետ եղել է խմած մտա ասի, ես ինչ եմ մեր տունը մութ է, հա՞։ Խմածը մի անգամ գիտի որ աղի է թե ալնի է ճաշը։ Խմած ինչքան խմածին է ճաշակում։ Խմած մարդիկ էլ գիտեն դու հոգևոր ես թե հոգևոր չես։ Երբ որ ինք արդեն հոգևոր կյանք է ապրում, կար ժամանակ հետո ամուսնու ասում է ինչ հրաշք, կնիկ ջան, փոխվել ես, նոր է տեսնում։ Նոր տեսա որ կնիկը փոխվել ապաշխարում է։ Եղբայրներ քույրեր ձեզանից է արգելքը, խոչընդոտը դուք եք, ովքեր ձեր ամուսներ չեն ապաշխարում։ Մի հատ էլ խնդրվածություն ժամանակի պատճառով չեմ ուզի բանանել։ Որոնք որ սովորաբար ամուսին ունեն, գրեք ձեզ մոտ։ Պետք է գրեք։ Գրեք գնացել ձեր այսօր որ գնաք Իրիգունը, հավաքվեք քույրերով կարտացեք։ Կարտացեք մեկ-մեկ sense բացատրեք իրար։ Եթե շատ կարևոր է, տեսեք ընտանիքում ինչքան դժգոհություն է լինում դրա պատճառով։ Այնօր մի հատ քույրիկ ասում է սենց ասում քույր ջան, վերջը դու մեկի պարտքես պետք է քո պարտքը տաս, վերջացավ գնաց, իզուր օյներ մի խաղա, օյներ։ Երիտասարդներ ամուսնանում են, այդ վիճակի մեջ են հայտնվում։ Հավես չունեմ, խես ամուսնացել, խես տունը քանդում։ Առաջի Կորինթացիս թուղթ 7-րդ գլուխ առաջի խոսքից։ Առաջի Կորինթացիս թուղթ 7-րդ գլուխ առաջի խոսքից։ Որոդ կարտացեք, աղջիկ ունեք, թոր ունեք, մյուս ունեք, սովորացեք Իրանը։ Սովորացեք, որ տան մեջ պատերազմ չսարքեն պատճառով։ Առաջի Կորինթացիս 7-րդ գլուխ առաջի խոսքից։ Այսօր ձեր մեջ շատ կան, չէ՞, զոկանջներ։ Ճիշտ ասած, իրոք որ լավ զոկանջներ կան, որոնք որ սովորաբար այն զոկանջները չեն։ Այսօր կան զոկանջներ, աշխարհի մարդկանց մասին չեն խոսում։ Կան զոկանջներ, սովորաբար իրանց սպանում են զոն նայողի պես։ Զոկանջ զոն նայողի պես։ Ուզում եմ սաղ իրան կառավարել։ Իրանց ձեռքով լինի, իրանց ամեն իրանց խոսքով լինի, չի կարելի։ Աստված օգնի ձեզ։ Աստծո խոսքը սերմանեք թորնիկների մեջ, երեխաների մեջ։ Ինչպես Տիմոթեոսի մեջ գրված այն տատին էր սերմանել Աստծո խոսքը։ Տատին Տիմոթեոսը տատի խրատով մեծացել էր։ Աստծո խոսքը սերմանել էր։ Փոքրիկ թորնիկների մեջ խոսեցեք, երկեք իրանց կողքին, սերման իրանց մեջ, այդ խոսքը պահել իրանց։ Այդ խոսքը իրանց դարձի է բերելու։ Ուրիշ բաներ մի պատմեք։ Խնդրում եմ շատ աղոթքների կյանք ապրեք, աղաչում եմ ձեզ։ Գնալով խավարը շատանալու է երկրագնդի վրա։ Պղծությունը, պիղծ ոգին ուժեղ գործում է հիմա երկրագնդի վրա, շատ սարսափելի է։
Եվ որ ասում է դժողքից արդեն իսի ինչքան պատկացա դուրս են եկել գործում են ամբողջ աշխարհապականելու, բայց եկեղեցին պետք է մաքուր մնա։ Ձգտեք սուրբ կյանքի, մաքուր կյանքի, որ մեծ արտուճան եք սպասում։ Համաձայն եք որ արտուճուն լինի։ Արտուճունը ես շատ կարոտ եմ։ Արտուճունը ասում եմ միշտ ընտանից ընտանիքից սկսի։ Եկեղեցու եղբայրների մեջ, մանուկների մեջ, պատանիների մեջ, երիտասարդների մեջ, ծերերի մեջ, բոլոր քույր եղբայրների մեջ։ Աղոտ կարեք որ եկեղեցու մշակներ լինի։ Պարտավոր եմ ձեզ որդորել։ Աղոտ կարեք որ Տերը պարգևներ զարտար եկեղեցին։ Աղոտող եղբայրեր քույր է շատանա։ Ես եթե չաղոտեմ ձեզ չեմ ասի։ Ասում եմ Տեր ինչ կան աղոտ օջախները շատացա։ Այդ փոքրիկ աղոտքի խմբերը։ Յոմրում քանա աղոտքի օջախ կա Գրիշար եղբայր ջան։ Քանիս 41 միայն Գյումրում 41 ամեն օրվա աղոտքներ կան, որ առավոտ հավաքում են, աղոտում են փոքրիկ խմբեր, տանը մոտիկ որ ապրում են։ Շատ Երևանում է շատ կա քաղաքներում է, բոլոր քաղաքներում։ Ես միշտ եղբայրն ասում եմ, հորդորում ասում եմ, հսկեք, հորդորեք, որ այդ աղոտք օջախները չպագասեն շատանան։ Դա եկեղեցու շնչառությունն է։ Եվ որտեղ աղոտքի կյանք, այնտեղ արտություն կգա։ Այնտեղ օրդություն կա, այնտեղ զորություն է գործում է։ Որտեղ որ աղոտքի կյանքը պագաս է, այնտեղ սառնություն կա, այնտեղ ծանրություն կա։ Միշտ այդպես է։ Գնացել եմ ռայոն, մեկը հենց ծնկել չենք եկել, զորություն ամբինումա ծածկում է։ Հետարկում դերում է որտեղ ժողովուրդ աղոտքի կյանք ապրող ժողովուրդ է։ Որտեղ աղոտքի կյանք չկա, այնտեղ սառ վիճակ է։ Քարացած, մռապը թափում է, ծանրություն կա։ Խոսքը տեղ չի գնում։ Ոնց որ գնա հետ գա քեզի։ Աստված օգնի, խնդրում եմ ձեզի։ Տեղ տվեք աղոտքի։ Ամեն օր սուրբ գիրքը կարտացեք, մի ասեք ժամանակ չունենք։ Ժամանակ չունենք, մի ասեք։ Եթե 3 օր մի անգամ է սուրբ գիրքը կարտում, մի շաբաթ մի անգամ, ես խնդրեմ այդպես էլ հաց կտենամ քո վիճակը ոնց կլինի։ Գրված է կերակուրը մարմնի համար է, սակայն հոգին չի կշտանում։ Փորի համար է, հոգին չի կշտանում։ Էդի մարմինը, բայց հոգևոր կերակուրման մտածեք եւ աղոտքի կյանք ապրեք։ Աստված թողնի ձեզ այս հորդորական խոսքերը, որ պարտավոր եմ ձեզ հորդորել ասել, որ այստեղից գնաք, որ դուք նորից եմ ասում, չլի նորից նույն վիճակով, նույն կյանքի անցնեք, այլ լեցվեք Աստվածային զորությամբ, աղոտքի կյանքով ու սպասում ենք Տիրոջ այդ մեծ փառավոր օրվանը, որ Տեր իր հարցը եկեղեցին պատրաստում է։ Եթե ինչ որ բաները, որ այնպես չգնացեք տները, իրոք որ ներողություն խնդրեք, զղջացեք։ Զղջացեք, ինչքան երիտասարդներ ստեղ որ եղել են, մանուկ պատան եղել են, հարցերել մասել են, հետ եղել է, որ հանդիմանվել եք, զանգել եք մամայից, պապայից ներողություն խնդրեք։ Այո, ասում այդպես արել ենք։ Զանգել են անմիջապես հանդիմանվել են։ Գնացեք ձեր ամուսնից ասեք ամուսին ջան, ինչ կլի, ներ ինձ շատ եմ նեղացել։ Քո հախից շատ եմ եկել, գիտեք ինչի մար, այդ 7-րդ գլխում գրված է, շատերը հախից դենց են գալիս։ Զրկում են եւ հախից գալիս են իրենց ամուսների։ Հասկացար, գնացեք ներողություն խնդրեք, ասեք ամուսին ջան, ինչ անեմ։ Ինչ անեմ, բախտը չի բերելի, բախտը չի բերել։ Սենց կնիկ է սարելի, բախտը չի բերել։ Ինձի, իրոք որ օգնի ինձի, իրոք որ եթե բաներ կան ասա, ես էլ եմ մարդ, վերջ ճերճով շիտկելու տեղ ունեմ։ Ինչ որ բան ունեք ավելացնելու, Սամվել ջան, միգուցե այս խոսքերի մեջ խրատական բաներ ունեք ավելացնել, չունեք։ Աստված օգնի, եղբայրներ քույրեր, Տեր օգնի ձեզի։ Մենք ձեր աղոտքի կարիք ունենք։ Մեկ ռայոն որ գնում ասում են, մամիկո եղբայր, աղոտում ենք ձեր համար, եղբայրների համար, ես շատ եմ ուրախանում։ Ավելի շատ կուրախանամ, որ դուք ձեր աղոտները շարունակեք։ Մենք շատ թունդ պատերազմի կենտրոնում ենք։ Շատ դժվար է, գիտեք, շատ դժվար է։ Հետարքել է, այդքան հեշտ չի։ Ովքեր որ մեծ ընտանիք ունեն, նրանք լավ հասկանում են։ Սամվել եղբայր մեծ ընտանիք ունեն, լավ հասկանում են։ Հեշտ չի, այդքան երեխա։ Սկզբից մտածում ենք, թե երեխաները փոքր են, մեծանալ լավ կլինի։ Բայց մի հատ ռուս եղբոր խոսքը կատարվում է։ Ասում է, когда дети маленькие спать не дают, а когда взрослые дышать не дают։ Եղա։ Իրոք որ ինքան աղոտում եք, արցունք եք թափում Աստված բայ հավատքին։ Երբ որ ասում եք երեխաները փոքր են, քնել չեն տալիս, երբ որ մեծանում են շնչել չեն թողնում, հասկացար հիմնական ռուսերեն սա է։ Եկեք Տիրոջ առջև գանք, աղոտքով գանք Տիրոջ առջև։